Ողջույն հետևորդներ ջան, տեսեք թե ով է եկել ինձ հյուր, բարևներ է բերել ինձ հեռավոր Հոլանդիայից եւ եկել է որ ինձ հետ նկարվի, որ բարևներ ուղարկողը մեզ տեսնի։ Բարևներ ուղարկողը Հոլանդիայից, Սոնիկտոդա, քեզ ջեն բարևներ, դու գիտես ես քեզ ինչքան եմ սիրում ու հարգում, քո ընտանիքը, քո երեխեքին, քեզ շատ սիրում, այնքան է հարգանքդ մեծ, որ ես հասել եմ, որ Գոհարի հետ նկարվեմ, ինչքան մեծ է քո սերը Գոհարի հանդեպ, իրականացիությունը, իր մաքրությունը, իր խոսելաձևը, ամեն ինչը։ Ես քեզ խոստացել էի, որ կգամ, եկել եմ ու Գոհարի հետ ծանոթացել եմ ու շատ ուրախ եմ։ Բա որ դու բնականից իրան տեսնես ինչքան է ինքը լավը։ Սոնիկտոդա, քեզ ստեղից ջերմ համբույրներ, քեզ շատ սիրում եմ, աշխարհի ամենաբարի, ամենաանշահախնդիր մարդը, որ կա, դա դու ես։ Ես իրան մեկ նույնիսկ ասում եմ դու իմ երկրորդ մայրն ես, այդքան որ ես իրան պաշտում ու սիրում եմ այդ կնոջը։ Եվ իր աղջիկներին մեկը մեկից լավ է, արտակարգ ու անշահախնդիր։ Ուրախ եմ, որ ձեզ ճանաչում եմ, հիմա այդ Գոհարն է ուրախ, որ հետո Այո, իհարկե, շատ ուրախ եմ։ Կարող եմ անգամ WhatsApp տրամադրել, զանգեք, խոսանք, կշփվենք։ Ես կվերցնեմ Գոհարի WhatsApp-ը, մենք կշփվենք, ես անձամբ քանի ստեղ եմ ես մի ամիսը, անպայման Գոհարին մի քանի անգամ կհասցնեմ որ գամ։ Պաչիկներ ձեզ, Գոհարից եւ Անահիտից, որ ինձ այդպես նայում եք ու սիրում եք, ապրեք, շատ շնորհակալ եմ։ Ուրախ եմ այսօր ծանոթության համար, մենք շատ հետաքրքիր քույրիկիս հետ շատ հաճելի տեղ ենք եկել։ Գոհարի հետ ծանոթացանք ու հաստատ գիտեմ, համոզված եմ, որ մեր ծանոթությունը երկարատև կլինի։ Շատ ուրախ եմ, որ իմ քաղաքում սենց կայանում են մեր հարցները, դա շատ մեծ բան է։ Շատ ուրախ եմ, անչափ։ Ես էլ շատ այսօրվա այս ուրախությունը ավելի անփոխարինելի է միամնացած օրերի հետ։ Այսօր մեր ծանոթության առաջի օրն է, առաջի, բայց իհարկե ոչ վերջի, ու որ սենց նայում եմ մինուները, գեղեցկությունը, մաքրությունը ու հիգիենան հիանում եմ ուղղակի։ Սոնիկտոդա, դու ինչքան ճիշտ էիր, որ հիանում էի։ Իրոք, դա Սոնիկտոդայի ցանկությունն է, ու ես խոստացել էի, որ կամանց ծանոթանամ, ինքը լրիվ քո բլոգները մեկ առ մեկ բոլորը գիտի, բոլորը նայում է, քո մենյուները, այդ ռեցեպտները։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր ստեղ եմ գտնվում, մենք հաճելի ժամանակ ենք անցկացնում։ Ես ինչքան գամ Ստեփանավան, իմ հայրենի քաղաքը, ես հաստատ կգամ ստեղ ու որոշել եմ թողնիկներիս էլ բերեմ ստեղ, որ իրանք էլ օգտվեն այս հաճելի վայրում այս համով բաներից։ Շատ հաճելի է, ժողովուրդ չեք պատկերացնի ինչքան։ Ես նույնիսկ մինչև ծանոթանալը չէի պատկերացնում։ Այս ջերմությունը, հայ ջարդում է, այս շահում է նայում է, հայ դասակին, համով, ոտով, համով, մաքուր, լնայիք, ձերնոսները, հինգենան տեղնա, ժողովուրդ ջան, մենք գիտեք, հինգենային շատ մեստեղ ենք տալի, շատ արտակարգ, ամեն ինչ նորմալ է։ Մեզ բարի ժամանց, ուրախ եմ, որ ծանոթանում եմ Հետևորդներ ջան, տեսեք ռուլետը, որ պատրաստել էի, կրասնի բարխտ ռուլետն է, տեսեք, թե ինձ սիրուն գույն ունի մեր ռուլետը, ոնց եմ սենց յուղաթղթով փաթաթել, շատ մարդիկ կան, որ ասում են, ոյ, ոտենց որ փաթաթեցիր, հետո ոնց կլինի, ես հավատացեք, սովորել եմ դրան, և ավելի լավ է, ավելի հեշտ միջոց է, հա, այդպես տեսեք ոնց, խնդրեմ, նայեք, թե ինչ գլատկի սիրուն ռուլետ ունեցան, ես ընդհանրապես փաթաթում եմ այս մի կողմից, այս անգամ փորձեցի երկարության բանել, որպեսզի ստանանք ավելի շատ և ավելի փոքրիկ կտորներ, տեսեք ինչ գեղեցկությունը, հեսա պատրաստում ենք կրեմը, ինչ ենք պատրաստում կրեմը, կրեմը ես ռուլետների համար միշտ ընտրում եմ թեթև կրեմ ասելով անում եմ սլիվկա, խփում եմ սլիվկա շաքարի փոշիով։ Ես ընդհանրապես անում եմ աշկաչափով։ 1, 2 և 3 հատ այս տեսակը լրիվ հերիք է մեր ռուլետի համար։ Նախորոք մի հատ սլիվկա խփում եմ։ Հետևորդներ ջան, ասեք ում ասես նայում շփում։ Կամերայից այն ով է ինձ նկարահանում։
հետևորդներ ջան, հյուր ասելով եկել են պապիկին տեսնեն, ասեցի չէ, որ ամուսինս ընկել և ոտքը կոտրելա, եկել են պապիկին տեսնելու, եկել են ու գլուխը դրել էր պապիկին սիրում էր։ Ոնց որ հասկանալ ինչի համար է եկել էլի։ Հիմա երեխաները Սենց նայում է ոտին։ շատ խելացի են, շատ խելացի։ Մամ, սենց նայում է ոտին։ Զարմացել էր ոտը նայում էր, հաղթիկս պատմում է, ասում է եկել էր, զարմացած նայում էր ոտքի։ Մի քիչ այսպես խնդրանում է, մի քիչ ու ավելացնում եմ շաքարի փոշին։ Շաքարի փոշին նախորոք արդեն վերցրել, որովհետև այսքանը լրիվ բավական է և ավելացնելու եմ իմ շատ սիրելի հրաշք անուշ լինի վանելինը, որը ես միանշանակ ինչ ուզում եմ լինի, ես օգտագործում եմ միայն անուշ լինի վանելինը, որովհետև այսքան փորձել եմ, սրա նման յուրահատուկ համ ու հոտ տվող հավատացեք չկա։ Սարքի դուրդ ես, հա, միատ մինչև մի այ հետևորդներին բարևի, մամա, բերք որ ինքը հետևորդներին կար բարևի, հետևորդներ ասեցի, ինձ այսօր եկել էին հետևորդներ, ինձ այցելել էին հետևորդներ, որոնց տեսնելով ես շատ ուրախացա, շատ լավ մարդիկ էին, այսպես նստել ենք, իրար հետ զրուցել ենք մոտավորապես 1 ժամ ու շատ հաճելի ժամանակ ենք անցկացրել, թող նման տեսակի լավ մարդիկ շատ լինեն, որ ամեն մի բանի մեջ լավն են տեսնում, ոչ թե ինչքան էլ լավ բան անես, էլի մի վատ բան տեսնել ու փնովել ու վատ մտքեր անել։ Սլիվկա պատրաստեցինք, հիմա արդեն սլիվկայա պատում ենք, կրեմա պատում ենք, այսպես շատ չբացեմ, որ թե ինքը կոտրվելու հատկություն ունի։ Շատ է չեմ սիրում մեջը կրեմա պատել, պետք է լինի նույն։ Այսպես նայք, ես հատվածը չեմ բարձրացնում, այլ այսպես տեսեք ոնց եմ արանքներով դնում, որպեսզի շատ չբացեմ և չվնասեմ մեր ռուլետը։ Այսպես աստիճանաբար տարածում եմ։ Ամառ է, թող սլիվկան շատ չլինի։ Տեսեք, այսպես լրիվ ամբողջությամբ քսել ենք, այսպես իրանց գշորեն պտտելով, այսպես ձիգ պտտելով գալիս ենք և կարը գցում ենք տակը։ Կարը ի նկատի ունեմ վերջավորությունը։ Ամբողջությամբ տեսեք սլիվկայա պատ եղավ։ Այսպես, որպեսզի շատ նայեք եսը հարցը կրեմային չլինի, մի փոքրիկ սա այսպես սլիվկայով ենքան որ անելու եմ ու վրեն անեմ շաքարի փոշի, որ շատ չլինի։ Տեսնում եք ինչքան լավ է մնում յուղաթղթով։ Շատ լավ, այդպես կփորձեք հետևորդներ ջան։ Վրեն կարաս կլուպն Այդպես կփորձեք ու կտեսնեք, թե ինչքան լավ է այդ ձև։ Ոչ թե հանում են սրբիչով, տակ, սենց փաթաթելով, սրբիչի մեջ սրբիչով, ինչքան էլ սրբիչը մաքուր լինի, մեկը ամենայն դեպս համը փոխում է և համ է տալիս։ Այնպես որ փորձեք յուղաթղթով։
Ջոնիկ, էնում հրաշք թորնիկնա էկե, տատը արագ ուզումա պատրաստի վերջասնի, որ գնա տուն, որ գնա իրա հրաշք թորնիկին սիրի, իրա սիրում նախշուն թորնիկին սիրի, Ինչո, վլը մի ատասա տատի, թոլեսեն, մի ատասա, կյանք, տատի չես ասում, ճան, ասում է իմ աղցիկը, աշմաշում եմ, բը, ինչ այլում եմ ճանի, հեսա վերջացնում եմ, շը, հա, ուզում ակուն է տանում արդեն, ուշա, իմ աղջիկա ակուն է տանում այ այսպես երկար ռուլետ ստացանք, ես մտածում եմ, որ կարողա բաժանեմ երկու մասի և ամբողջական վաճառել, դա էլ եմ մտածում, ինչ կասես Կարուշ, այսպես փորձում ենք ձևավորել, սև շակալաթով, Դեր որոշել եմ, փորձել եմ կտրել, տեսնենք թե ինչ տեսք է ստանալու, Տեսնում եք, սիրուն է, սև դու կուտես, հա, Ուտես, անպանես, իմ աղջիկը կուտի է ռուլետ, տեսեք հետևորդներ ջան, ինչքան սիրուն է, գունայինը, ես այդ թղթերի մեջ կդնեմ, շատ լավն է, համի մասին էլ չկասկածեք, տեսնենք թե քանի կտոր դուրս կգա մեկ բաժնից, որ մնում է բիսկվիտը հանգստանում է, տեսեք ես կրեմը քսեցի ու կտրեցի անմիջապես և տեսեք ինչ ձև է կտրվում առանց խնդիր, Վերջ, հիմա այսա թղթեր կդնեմ և կշարեմ վաճառակետ, այսպես